Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հաղորդում են, որ ադրբեջանական մի շարք դիրքերում նկատվել են մոջահեդներ, վեհաբիստական արտաքինով, որոնք խոսում են անհասկանալի լեզվով, ենթադրաբար արաբերեն։ Դիրքերի միջև շարժվում են ջիհադ մոբիլներ։ Ամենայն հավանականությամբ ադրբեջանական կանոնավոր բանակը համալրվել է սիրիացի ահաբեկիչներով։ Երևան Սվինը Ոչ, նրանք սիրիացի ահաբեկիչներ չեն, նրանք Սիրիայում բնակեցվող թուրքմենական ցեղախմբի վարձկաններն են, ովքեր Սիրիայում հաջողությամբ իշխանափոխություն իրականացնելուց հետո այսօր բերվել են Հայաստանի Հանրապետության սահմանի վրա, եւ քանի որ կարևորագույնը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է կտրեն արտաքին աշխարհից եւ ստիպեն ծնկի եկած ողորմություն, որպես կյանք ողորմություն խնդրեն, բերել են այդ ուժերը կենտրոնացրել են հետագա գործողությունների համար։ Ես այդ տեղեկության ծանոթ եմ, դրանք թուրքմեն վարձկաններ են, արաբ վարձկաններ չեն։ Եվ Հայաստանի գլխին սև ամպեր են կուտակվում։ Այն կրակոցները եւ այն դրոշները եւ այն զուզաները, որ իրենք կանչում են եւ սպառնում են, Օղրաշ Նիկոլասելով կրակում են Հայաստանի ուղությամբ, շենքերի ուղությամբ, դա բան է, եւ ասեմ ձեզ նաեւ, որ Նիկոլը որպեսի գնա Ղափան թույլտվություն է խնդրել Ալիևից։ Ասեմ ձեզ, թույլտվություն է խնդրել, որպեսի ուղղաթիռով մեկնեն եւ այնտեղ բանան։ Եվ Աննայի կրթություն նորաձև դասընթացի մասնակիցները լավ լեզվամշակույթ ձեռք կբերեն, այդ լեզվամշակույթը կոչվում է մանկապիղծ, սրբապիղծ, այլասերված Աննայի լեզվամշակույթ։